Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, հռչակել է Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական պետություն։ Պետություն, որտեղ պետք է օրենքը գերակայի, օրենքի նկատմամբ պետք է լինի վստահություն, հարգանք եւ օրենքի խախտումների դեպքերում պետք է լինի պատշաճ վերահսկողություն հենց պետության կողմից։ Մենք այսօր ցավոք սրտի դժբախտաբար պետք է արձանագրենք, որ հենց սահմանադրության հիմնարար նորմերը, հիմնարար սկզբունքները, իրավունքները, ազատությունները այսօր ոտնահարվում են։ Դուք գիտեք, որ հիմնական լրագրողական միջավայրում հատկապես այլ ավելի կարևոր է եւ արդիական է խոսքի ազատության իրավունքը։ Սակայն այսօր մենք առնչվում ենք դեպքերի եւ մարդիկ ուղակի իրենց կարծիքը արտահայտելու, ազատ խոսքի իրավունքից օգտվելու պարագայում նրանց նկատմամբ հարուցում են քրեական գործեր, տեսեք չենք խոսում, չէ, մասնավոր վեճերի մասին, վարչական դեպքերի, քրեական հետապնդում, որը քիչ է նաեւ համակցում է ամենածանր խափանման միջոցով կալանքով։ Մարդիկ գտնվում են բանտում, այսինքն այդ կարգի կարևոր եւ վտանգավոր երևույթ է իշխանության աչքերում ազատ խոսքը, որ մարդիկ ձերբակալվում են եւ կալանավորվում են։ Այսօր տեսնում եք, հոգեվորականներ են կալանավորված, բարերարներ են կալանավորված, անազատության մեջ լրագրողներ են, քաղաքգործիչներ են, բլոգերներ են եւ այլն։ Ինչի մասին է խոսքը։ Նույնը, երբ որ մենք խոսում ենք սեփականության իրավունքի մասին, թվում էր թե ժողովրդավար երկրում, որտեղ մենք արձանագրում ենք, որ իբրև ամեն ինչ շատ լավ է, զարգացում ենք ապրում, օրինակելի երկրներից մեկն ենք աշխարհում դարձել ժողովրդավարությամբ, սեփականության իրավունքի մասին եւս շատ բարդ է խոսել, որովհետեւ մենք տեսնում ենք ոնց են գույքերը խլվում պետության կողմից եւ բավականին ռեզոնանսային դեպքեր են տեղ ունենում։ Երբ որ մենք խոսում ենք իշխանությունների բաժանման մասին, չէ՞ որ մոդելը այսօրվա կառավարման գրեթե բոլոր երկրներում հիմքը կայանում է նրանում, որ լինեն հավասարակշռված իշխանության ճյուղեր, մեկը մյուսի նկատմամբ ունենա որոշակի մեխանիզմներ ազդելու եւ բնականաբար որևիցե մեկի մոտ նույնիսկ գայթակղություն չառաջանա այդ իշխանությունը կուտակել իր մոտ։ Սակայն հայտնի արտահայտությունից հետո կառավարությունը ես եմ կամ իշխանությունը ես եմ, մենք նույնիսկ անթակույց ենք տեսնում այս արատավոր երևույթների։ Բնականաբար խոսքը գնում է օրենքների կոպիտ խախտման մասին, կլինի դա սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը, թե մեկ այլ օրենք։